անդրադարձել է ձեր վերջին հայտարարության, ասել եմ արդիկ կան այստեղ Բերլին էին գնում, Շուշի էին ազատագրում։ Ինք արդեն այդպես բաներ է խոսում։ Հետո է ասել Վահագն թե Սարիկը։ Սարիկն էլ է ասել այսօր։ Սարիկն էլ է ասել, որ այստեղ որևէ մեկը պատերազմ չի ուզում, բոլորը խաղաղություն են։ Ուրեմն ես որ ասում եմ սա ռեպետիցիան է Բերլինը գրավելու կամ ասենք Արևմտյան Հայաստանը հետ բերելու, ուրեմն Արցախը հետ բերելու մի բան ասեմ ձեզ, լեննականցի եթե լինեն, լեննականցի գյումրեցի լինեն, հումորը կհասկանան, հասկանալի է, ով դա սիրիոզն է ընդունում, դրանք լեննականցիներ չեն, գնան իրանց գեղերը տնեն իրանց տեխնազությունը, բռնվան, որ լեննականցի չեն, աղջիկ ջան, տեսար ոնց բռնեցինք, հետո ասում են Թիկունքին ենք կագնած Գյումրի, Գյումրի լեննականցին ինչ պես բանը չի հասկանա, որ կադակներն է պետք ընդունեն, բան առանց կադակի, եթե մենք հիմա իրար հետ քայլենք, դու ճանապարհին հագը խնդաս, որովհետև մենք լեննականցին չի կարա կադակ չանի, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, նոր թվարկված մարդկանց անունները, որ գործընկերս տվեց, ձեզ նաև մեղադրել են նրանում, որ Ղարաբաղ ասելով Գյումրին թալանածները նորից ակտիվացել են, եւ դուք Ղարաբաղի Արցախի մասին խոսում եք։ Ով է խոսում, դա այն ժամանակ 12 տարեկան երեխա էր, ամաչում էր ինձ տեսներ, կամ հələ ինքը հələ պետք է քաղաք չի, հələ իրանք գիտես գծի հետևը մեր գյուղն է, մեր գյուղերը գծի հետևն է, բան հələ այնտեղ որ եկել են մեծամասնությունը մեր կողքի գյուղերից են եկել, ես գյուղացոնց է ցավը տանեմ, բայց հələ գնայինք հələ իրանք լեննականցի են, հələ պետք է կան քաղաք, հələ մարդկանց երեսը պետք է տեսնեն, հələ պետք է նայենք ով է թալան է, հետո այդ որտեղ է թալանված կոմա, ինչ գործ է հարուցված, որ ով է ասել որ թալանած։ Հələ մի հատ թալանը որտեղ է, հələ մի հատ ցույց տվեք այդ թալանը։ Խելոք մնան, այդ բարերը սորը սական, մի հատ բան գիտենան, որ Դավաճանի կողքին կանգնածը կոնկրետի Դավաճան է, ուրիշ բան չունեմ ասելու։ Մեղք են, իրանք մեղք են, որ գնացել են այդ Դավաճան մարդկանց հետ ճանապարհ են գնում։ Դավաճանը ամենասարսափելին է, ինչ բերես չբերես, Դավաճան անունի հետ ոչ մի հոմանիշ չի կարող իրար հետ բան անել, էլի սենց հավասարը հավասարին գնալ։ Ինչ մնում է թալանածի հետ կապված, մենք կյանք ենք տվեց քաղաքի համար, առաջի գող ավազակը իրենք են, որ անում են ինչ որ ժողովուրդը հիմա տեսնում է։ Էլ դրանք չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև նավթալինի հոդ է գալիս։ Դե ինձ մի բան պետք է կպցնեն, ինչա, պետք է մի բան խոսան, դե արդեն նավթալինի հոդ է, արդեն անց է գնացել։ Մեղադրանք է, ինչ է ներողություն, ասում է 9 թեկնածուներից մեկն ունի Թուրքիայի կացության քարտ, բայց անունը չտվեց։ Ում մասին է խոսքը, դուք գիտեք ով ունի թեկնածուներից Թուրքիայի կացության։ Ես գիտեմ, որ Թուրքիան ինձ 24 ժամ տվեցին ու կուզեին կալանավորեին, մնացածի մասին գնացեք մտածեք։ Ես էլ եմ կողմնակից, որ ասենք պետք է ով մի քանի անգամ շատ Թուրքիա է գնում, պետք է նայես թե ինչի համար է գնում։ Հետո ես մի անգամ Սլաբոդկի կանանցից շատ քչերը, որոնք Թուրքիա են գնում, մարդկանց ագանջները պոգել եմ, թե ինչեք կնգտանցը թողնում Թուրքիա գնան։ Նենց որ հələ ընտուպել, մտել եմ, իրանց են ամեն չեմ ուզում խոսալ, արա դրանք զատո վրեսաղես թուրքերը վրես են նապաջենի սաղը, դաշը դրանց են ամենակարևորի գերեզմանի վրա է թքել եմ թուրքերի մեջը ընձի 24 ժամ են տվել, դե հաջողություն, էլ բան կա սա։ Նաև ասում էին քաղաքացիական պայմանագրին ընտրելուց ընտրում են հենց քաղաքացիական պայմանագրին, բայց եթե օրինակ ընտրում են Մարտուն Գրիգորյանին, ընտրում են Ռուբեն Մխիթարյանին, մյուսին ընտրում են Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն լսի, ուշադիր լսի, ընդհանրապես, եթե այս երկրում տրանսգենդերները եւ ԼԳՏԲ-ն արդոնյալ պայմաններում են եւ դրանց մեջը նրանք խրախուսում են նմանատիպ մարդկանց ու իրանց միջի 80%-ը տրանսգենդեր ու ԼԳՏԲ-ի աշխատողներ են, ապրողներ են։ Դրանց մասին ինչ խոսանք, ով են դրանք։ Դրանք առաջներում Եղիա Մարգարեն բերեց հրաբարակը լցեց վառեց։ Եղիա Մարգարեն, գիտես դա, այդ պատմությունը գիտես, եւ Հայաստանում էլ նմանատիպ մարդիկ ընտում գաղութներում նույն ամանից չեն օգտվում, դրանց առանձին են գծել։ Հիմա դրանք արել են երկրի բանը, ես չգիտեմ ինչերը, հաջողություն։ Դրանց ժամանակը հասյալ է եւ ինչքան անեն, պեսպալեզնի է, որ հայը նմանատիպ ձևով ապրելակերպ ունենա։ Էս է, դրանց աղին մենք ալրմաղը Փոշիմալի Ագոպը ու բանը Պիլիգեձոկային։ Սա ալրմաղով պետք է բանանենք, տարբերենք, թե ովքեր են դրանք։ Մաղելու ենք աղջիկ ջան։ Դրա Всё, գնաց։ Վերջ ինչ ասեմ, բարև ձեզ։ Հակավորը քեզի պես պետք է լինի։ Հանան սելախրանիչների արխեին պետք է մանկա։ Այ հին քաղքի տղեկ են, հին, ապրեք ցավերը տանիմ, ապրեք, շնորհակալություն։ Ապրես։
Ոնց է մեր լավ ընկերը, պյախ, նայ, սաղ հադիկ տղեկ են, հադիկ։ Մի քիչ լենականցիկ խեղճեցել են, փողից խեղճեցել են։ Գիտես սրանք ինչ տղեկ են, սաղ ամեն մեկը։ Հələ սրանց հետ թողեր տան կաղուտը նստին, կամեր նստին, ես էլ հետներ դեղնիմ։ Նայենք էլ ով լավ տղա դուսկու կա։ Հələ մի օրում ես ինպես բերեմ, որոնք սաղ իրար հետ ես էլ հետները։ Երտան կաղուտ, նայենք ով տղա դուսկու կա այդտեղ։ Ահա, ինչ քայլական։ Ես լավ մարդու մասին եմ ասում։ Սաղ մտքերդ պայք, բան չունես ասելու։ Երասինք։ Այ, բերեմի տղեն, նայ, էնու հորոխպենոր, էլելեր ինչ է, նոր կիմանային դոնք, թենիկ ավտոյով բանով, բենվեյով մդավ, հերը կրուզավիկ զլով գմտներ, Կոստանյանը, Ռուբիկը, Լենվելը, Վիլդեմը, օրելնեին են ժամանակ, նոր կիմանային տել լեննագանը որն է։